Լենինաստանում Վրաստանի պատվիրակության պաշտոնական այցը շարունակվում է։ Շալվա Պապուաշվիլիի գլխավորությամբ խորհրդարանական պատվիրակությունը Պեկինից հետո արդեն այսօր բարձր մակարդակի երկկողմ հանդիպումներ կանցկացնի Շանսի նահանգի Սիան քաղաքում։ Պաշտոնական այցի նպատակն է խորացնել երկու երկրների միջև առկա ռազմավարական գործընկերությունը։ Շալվա Պապուաշվիլին արդեն հանդիպել է իր չինացի գործընկերոջ հետ։ Կողմերը քննարկել են ապագա համագործակցության հիմնական ուղղությունները։ Հատուկ ուշադրություն է դարձվել ազատ առևտրի համաձայնագրին, ներդրումների իրականացմանն ու քաղաքական մակարդակով փոխադարձ աջակցությանը։ Ներքին գործերի նախարարությունում նոր հատուկ բաժնի ստեղծման հարցը քաղաքական դաշտում քննարկման թեմա է։ Իշխանական թիմում նախաձեռնությունը կարևոր են համարում եւ հայտարարում, որ տարբեր խմբեր հասարակության պառակտման նպատակով միտումնավոր օգտագործում են ատելության լեզուն։ Իսկ ընդդիմությունը ատելության տարածման մեջ մեղադրում է հենց վրացական երազանքին։ Հիշեցնենք, որ ՆԳՆ-ում ստեղծվում է նոր հատուկ վարչություն, որը կհետևի հանրային տարածքում ատելության լեզվին, վիրավորական արշավներին եւ ագրեսիվ հաղորդակցությանը եւ կիրականացնի համապատասխան արձագանք։ Մայիսի 26-ի հավաքի նախապատրաստությունները շարունակվում են։ Տարբեր ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդներն արդեն մի քանի օր է իրականացնում են դռնեդուր քարոզարշավ եւ քաղաքացիներին կոչանում մասնակցել բողոքի ցույցին։ Դաշինքը հայտարարում է, որ հավաքը պետք է դառնա քաղաքական եւ քաղաքացիական միասնության ցուցադրություն։ Կազմակերպիչների գնահատմամբ ցույցը կանցկացվի տարբեր ձևաչափով, սակայն վերջնականապես համաձայնեցված ծրագիր դեռևս գոյություն չունի։ Դաշինքից դուրս գտնվող ընդդիմադիր կուսակցությունները չեն պատրաստվում մասնակցել բողոքին։ Նրանց գնահատմամբ անկախության օրը ներկուսակցական շահերի համար օգտագործելը ճիշտ չէ։ Դոնալդ Թրամփը հայտարարում է, որ Իրանի դեմ երեքշաբթի նախատեսված հարվածը ժամանակավորապես կհետաձգի Կատարի, Սաուդյան Արաբիայի եւ Արաբական Միացյալ Էմիրությունների առաջնորդների խնդրանքով։ ԱՄՆ-ի նախագահը նշել է, որ ներկայումս ընթանում են լուրջ բանակցություններ եւ առաջնորդները հույս ունեն, որ կհաջողվի հասնել համաձայնության, սակայն Թրամփի խոսքով, եթե դա տեղի չունենա, նա կհայտարարի լայնածավալ գործողության պատրաստակամության մասին։ Եթե Թուրքիան ձգտում է անդամակցել Եվրամիությանը, ապա Գերմանիայում կգտնի բարեկամական եւ վստահելի գործընկեր։ Այս մասին հայտարարել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Յոհան Վադեպուլը Թուրքիայի արտգործնախարար Հական Ֆիդանի հետ հանդիպման ժամանակ։ Գերմանիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի խոսքով իր կառավարությունը աջակցում է Եվրամիություն-Թուրքիա մաքսային միության արդիականացմանը եւ Բեռլինը դրականորեն կնպաստի Թուրքիայի Եվրամիությանն անդամակցելու գործընթացին։ ԱՄՆ-ի Սան Դիեգո քաղաքի իսլամական կենտրոնում տեղի ունեցած հրաձգության հետևանքով 3 տղամարդ է զոհվել, իսկ 2 դեռահաս, որոնք կասկածյալներ են համարվում, հայտնաբերվել են մահացած մոտակայքում գտնվող ավտոմեքենայում։ Զոհվածների թվում է նաև կենտրոնի անվտանգության աշխատակիցը։ Ինչ վերաբերում է հրաձգության մեջ կասկածվողներին, նրանք հայտնաբերվել են մահացած ավտոմեքենայում։ Նրանք ենթադրաբար 17 եւ 19 տարեկան են։ Պաշտոնյաների խոսքով միջադեպը ներկայումս դիտարկվում է որպես ատելության շարժառիթով կատարված հանցագործություն։ Ընթանում է հետաքննություն։